Այսօր մենք կստուգենք, թե դու ինչքան լավ տղա ես։ Հետևաբար, եթերում է տղաս մամայի բալան։ Գնացինք։ Առաջին հարցը. ինչքան ժամանակ պետք է ապրել մայրիկի հետ ամուսնանալուց հետո։ Հարցը ճիշտ չէ։ Մայրիկին երբեք չպետք է թողնել մենակ։ Լավ տղան մենակ չի թողնի իր մայրիկին։ Այո, ճիշտ պատասխան։ Անցնում ենք հաջորդ հարցին։ Դու ունես երկու ծաղկեփունջ, մեծ եւ փոքր։ Որը կնվիրես կնոջը, իսկ որը մայրիկին։ Երկուսն էլ պետք է նվիրել մայրիկին, որովհետեւ մայրիկը մեզ կյանք է նվիրել։ Նա իր ամբողջ կյանքն է մեզ նվիրել։ Մամայի բալա, օպրես դու, օպրես։ Ասում ենք հաջորդ հարցին։ Գալիս ես տուն ու տեսնում ես, որ կինդ քո համար հետաքրքիր ընթրիք է պատրաստել։ Ինչ պետք է ասես։ Իմ մայրիկը արդեն ինձ կերակրել է։ Իդեպ իմ մայրիկը ավելի լավ է պատրաստում, քան դու։ Ասում ենք հաջորդ հարցին։ Որն է տան ամենից լավ մաքրող միջոցը, որը նույնիսկ թույլատրելի է երեխաների համար։ Դայ, իհարկե, նմանը չունեցող անկրկնելի սովիկը։ Օպրես։ Հիմա վերջին հարցը, ավարտի հետևյալ երաժշտական տողը։ Ուրփաչափած գիրակի չկա նմանը մայրիկիս։ Օպրես դու, օպրես։ Մամայի բալը, մամայի խելոք բալը։